Բարեձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարիմ հյուրընկալել եմ Երևանի ավականու անդամ բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ Քրիստինա Վարդանյանին։ Բարեձեզ Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչպես միշտ խոսելու ենք խնդիրներից, Երևանի խնդիրներից սկսենք առաջի հերթին, մայիսի 11-ին խնդիրները այնքան արագ են ընթանում եւ այնքան շատ են, որ չենք էլ կարողանում 2 կամ 3 օրվա առաջվա խնդիրների մասին խոսել։ 3 ուժեղ քամի եւ դրա հետևանքով արձանագրվել է 57 արտակարգ դեպք, Երևանում 44, Արմավիրում 1, Արագածոտում 2, Լոռում 4, Տավուշի մարզում 2, Կոտայքի մարզում 3, Արարատի մարզում 1։ Վնասվել են տանիքների թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր։ Ես ուզում եմ հենց այդ տապալվող ծառերի մասին խոսենք եւ փաստորեն Երևանը փոշու մեջ էր, սարսափելի փոշու համացանցում, ով կարողացել էր իր բնակավայրից այդտեղ տեսանյութեր էր տեղադրել։ Հիմա հասկանանք, տապալվող ծառեր, ինչու են ծառերը տապալվում եւ ինչու Երևանում հենց 3 այդպես փոշին բարձրացավ։ Արդյոք դրանք շինարարական փոշիներն են, թե դրանք այլ աղբյուրներ են ունեն, որոնց մասին մենք տեղեկացված չենք։ Միանշանակ խնդրի ուրեմն հետ կապված, երեք ես ինքս էլ իմ էջում հանրայնացրել էի պատկերը, ինքս ապրում եմ Նորքում եւ Նորքի բարձրունքից երևում էր ուղղակի փոշու մեջ ողողված քաղաքը, որը պրակտիկորեն չէր երևում։ Այստեղ մենք ունենք բազմաշերտ խնդիրներ եւ նաեւ ծառերի տապալումը այս խնդիրների միաձուլվածքի մեջ է եւ եթե դիտարկենք բուն պատճառը, դա սանիտարահիգիենիկ նորմերի քաղաքաշինական նորմերի չպահպանումն է եւ խորհրդային միության փլուզումից սկսած մինչ օրս արվում են այնպիսի գործողություններ, որոնք բերելու են այսօրվա մեր իրավիճակին եւ մենք դեռ կանգ չենք առնում։ Մենք դեռ շարունակում ենք եւ Երևանի օդը ուղղակի դարձել է առողջության համար վտանգավոր եւ ցավը նրանում է կայանում, որ ես բազմիցս բարձրաձայնում եմ որպես ոլորտի մասնագետ եւ որպես Երևան քաղաքի ավականու անդամ, ով ի պաշտոն է պարտավորված Երևան քաղաքի մասին հոգ տանել, երևանցիների քվեով պայմանավորված եւ մեր ձայնը բացարձակապես լսելի չի, շատ երկար ժամանակ մեզ քաղաքապետը առհասարակ իմ գրառումներին եւ քննարկումներին ի պատասխան ասում էր, որ Երևանում օդի լեգենդ է։ ԱՀԿ-ն համարում է, որ օդի անտեսանելի կիլեր է, բայց Երևան քաղաքում փոշին արդեն անտեսանելի կիլերից վաղուց արդեն դարձել է շատ տեսանելի եւ գնալով ավելի ու ավելի տեսանելի է դառնում, այնքան որ մենք ուղղակի չենք կարողանում բացենք մեր պատուհանները, ուղղակի պետք է փակ պահենք, որ կարողանանք մեր բնակարանները, մեր ներքին տարածքները կարողանանք պաշտպանել։ Այս անհասկանալի կառուցապատման հետևանքով եւ ես հանել եմ նաեւ Երևանում շինթույլտվություններով պայմանավորված գործընթացները եւ տարեց տարի այդ շինթույլտվությունները անգամներով ավելանում են, ամեն հաջորդ իշխանություն ասում է նախորդն էր մեղավոր եւ գնալով այս թիվը բարձրանում եւ բարձրանում է, բայց ցավոք սրտի Երևանը չի լայնանում։ Երևանը մնում է իր տարածքում եւ եթե ուղղակի մենք պատկերացրեք դուք տանը ունեիք հնարավորություն ապրում եք 5 հոգանոց ընտանիքով, ձեր մոտ հյուրեր կան 10 հոգի, 20 հոգի, 30, 100, 1000, 5000, դուք քանի հոգու կարող եք տեղավորել այդ ձեր բնակարանում։ Հիմա մենք պետք է հասկանանք, որ Երևանը մեր տունն է եւ մենք չենք կարող այս ձևով կառուցապատել, որովհետեւ էլեմենտար գոյություն ունի բնակության ֆոնդի խտության հասկացություն եւ շինարարության սպասարկվող մնացած այդ ամենը։ Այսինքն Երևանը մենք վերածեցինք քաղաքաշինական եւ պատկան մարմինների թույլտվությամբ, այս ամենը արվեց տարիներ շարունակ եւ մենք Երևանը վերածեցինք շենքերի քաղաքի, շինարարության քաղաքի, անկանոն շինարարության քաղաքի, որին չի համապատասխանում միավորին այգիների քանակ, պուրակային տարածքների, բակային կանաչ տարածքների, մանկապարտեզների, դպրոցների եւ այլն, այսինքն չէ որ քաղաքը դա շենքերի միաձուլվածք չի, քաղաքը լրիվ ուրիշ բան է իրանից ներկայացնում եւ մի տարածք է, որտեղ մենք պետք է պայմաններ այնպեսին ստեղծենք, որ մարդը իրեն երջանիկ եւ ամենակարևորը առողջությունը ապահովի։ Իսկ այսօրվա Երևանի պայմանները ուղիղ վտանգավոր են բնակչության համար եւ ամեն հաջորդ իշխանությունը պետք է գիտակցի, որ իր ամենահարազատը զոհասեղանին է։ Եվ այսօր Երևանի քաղաքապետի երեխաները շնչում են նույն օդը, որովհետեւ մենք այս Սուզանավում բոլորս միասին ենք կարող ենք կերակրել երեխային եզակի սննդամթերքներով, բայց հատուկ օդով ապահովել ցավոք չեն կարող։ Ինչի են տապալվում ծառերը եւ ես ասացի, որ այս խնդրի հետ փող
կապակցված է այդ երևույթը։ Երբ որ իրականացվում է շինարարություն, այդ հատվածներում բոլոր նորմերին հակ ասելով վնասում են ծառերի արմատային համակարգը։ Տասնյակ տարիներով ծառերին համապատասխան խնամքով չեն ապահովում։ Եվ ի հետևանք սրան ծառերը կորցնում են իրենց կենսունակությունը, կորցնում են իրենց դիմադրողականությունը եւ կորցնելով նաեւ արմատային համակարգը տարատեսակ կտրվածքներով, ռոռոկման ցանց են անցկացնում լավագույն դեպքում կամ շենքի համար ինչ որ բան են կառուցում եւ կտրտելով արմատները հոսանքի լարեր են անցկացնում այն ինչ որ անում են կտրտելով այդ ուրեմն արմատային համակարգը օրերս հենց Հերացի փողոցում էր դա այդ գործընթացը իրականանում եւ մոտեցավ մեծ արմատներ սոսիների արմատներ վնասելով իրականացնում են այդ ուրեմն գործընթացները եւ հետո երբ որ ծածկում են անցնում որոշակի ժամանակ եւ ծառերը տապալվում են ոչ ոք չի հիշում դրան ինչ նախորդեց եւ երեք նաեւ կար Երևանում քաղաքացի ով վնասվել էր ճյուղերից որ թափվել էին ծառից եւ երբ որ ես նայում էի նկարները չորացած ճյուղեր են բարդիների եւ տասնյակ հարյուրավոր այդպիսի բարդիներ կան որոնց վերևում չորացած այդ ճյուղերն են եւ զարմանալի է որ հնձում են առողջ կանաչ ծառերը փողոցի երկայնքով եւ թողում են այս ծառերը, որոնք իհարկե վտանգավոր են եւ քամիները Երևանում գնալով շատանալու են, որովհետեւ երբ որ մենք փողոցներով հատում ենք բարձրաբուն ծառերը, մենք օդի հոսքերի փոփոխություններ ենք իրականացնելու եւ օդի շարժման արագությունը լինելու է ավելի բարձր, քան թե այն կլիներ, եթե լինեին լայնասաղար ծառերը։ Ինչի մասին խոսել ենք եւ ջրհեղեղներով պայմանավորված օրերս, այո, օրերս ես նաեւ իմ էջում հանրայնացրել էի դա գիտականորեն ուղղակի բացատրում էին թե ինչպես է անձրևի շիթը ջարդվում է այդ բաները անձրևի կաթիլները եւ ծորալով ծառի սաղարթի միջոցով ինչպես է բնով իջնում դեպի արմատային համակարգ եւ կլանվում որ ծառը ամբողջականությունը ջուրը պահող եւ ջրային հոսքերը կառավարող երբ որ դուք օրինակ կենտրոն վարչական շրջանը ամբողջությամբ զրկել եք ծառերից եւ 20 մետրանոց ծառերի փոխարեն լայնասաղարթ սաղարթախիտ հիմա ձեր մոտ տնկված են ինչ-որ փոքրիկ խամաճիկներ, որոնց ոչ արմատային համակարգն է ադեկվատ, ոչ սաղարթն է իզորու այդ գործողությունները անելու եւ քաղաքն էլ ունի լանդշաֆտը քաղաքի նաեւ ուրեմն բաներով է, կորություններով է եւ անկյունների տակ է եւ այդ ջրային հոսքը շատ մեծ արագությամբ անմիջապես գալիս է քաղաքի կենտրոն, մենք չունենք կենտրոնով հոսումը, չկան ջրատար համակարգեր, կարծր մակերեսները շատացել են հողային ջրաթափանց մակերեսների փոխարեն եւ այս ամենի հետևանքով երբ որ անընդհատ մասնագետները զգուշացնում են, որ խնդիրները ավելի են ծանրանալու, մեր իշխանությունը չի ընկալում եւ իրենց թվում է թե ռուսերներն ասած մորե պակալենը, հա, ամեն ինչ կարելի է անել, իշխանությունը հենց մենք ենք։ Մենք հասել ենք արդեն այնտեղ, որ հարկատուն մոտենում է ծառը հատող բանվորին եւ հարցնում է ինչ եք անում դուք ցույց տվեք փաստաթղթերը մեզ ասում են փաստաթուղթը հենց մենք ենք այսինքն չկա նույնիսկ գիտակցում որ ցանկացած ծառի հետ ուրեմն հատման գործողություն իրականացնելուց դուք պետք է ունենաք ուղեկցող փաստաթղթեր ծառահատման տոմսը որտեղ պարզ գրված է եւ դեռ 2020-21 թվականին մենք այդ օրենքները բոլորը թղթավորեցինք փաստաթղթավորեցինք որ պետք է լինի ծառահատման տոմս որտեղ պետք է լինի ծառի նկարը հասցեն հատման պատճառը եւ այլն եւ դուք իրավասու չեք նույնիսկ եթե դուք հակած եք այդ արտահակուստը դա դեռ չի նշանակում որ դուք այդ իրավունքը ունեք որովհետեւ կարող է ինչ որ չգիտեմ ով է այդ նույն տեսքով այդ գործողությունները իրականացնում եւ դուք պետքա փաստաթուղթ ունենաք մասնագետի կողմից նշված։ Էլ չասեմ, որ Երևան քաղաքը հասարակ գլխավոր դենդրոլոգ չունի, ունենք հաստիկ, բայց չունենք գլխավոր դենդրոլոգ, ինչի մասին արդեն 2 տարի է ես ասում եմ Երևանի ավականու նիստերին, բարձրաձայնում եմ դրա մասին խոսում եմ, ով է ստորագրում ձեր փաստաթուղթը։ Մենք ունենք ժողով։ Ինչ ժողով։ Չէ՞ որ կա իրավական կողմը այս ամենի։ Ինչքան կարելի է այս ձևով իրականացնել։ Որովհետև չէ, ես կարծում եմ, որովհետև այսպես շատ հարմար է, որովհետև կա մի հիմնարկ, կանաչապատման հողակ, կանաչապատման հողակ ընտրում է ծառը, որը պետք է հատի, դրանց մասնագետները։ Ես կարծում եմ այո, որովհետև եթե քաղաքապետը համարեր, որ իրավական առումով այստեղ մենք գործառույթներ ունենք եւ բարձրաձայնման պահից ի վեր անցել արդեն 2 տարի։ Շուտվանից արդեն կլիներ Երևանի գլխավոր դենդրոլոգ, ժամանակին բնապահպանության վարչության պետը ստորագրում էր այդ բոլոր փաստաթղթերը։ Այսօր տարեվերջին փաթեթով բերում են գլխավոր բանին վարչության պետին, որը նաեւ հիմա մասնագետ էլ չի,
Եվ նա ուղղակի այդ փաստաթղթերը ես չգիտեմ ինչ գնահատական է տալիս այդ փաստաթղթերին։ Հարցը տասնյակ անգամ բարձրաձայնել ենք։ Ոչ մի օգուտ չկա, ցավոք սրտի Երևանի ավականին իր գործառույթով պետք է վերահսկի քաղաքապետարանում իրականացվող գործառույթները, բայց դե ֆակտո մենք ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ որ մեծամասնությունը կա, բոլոր հարցերը չզեկուցվող են, ուզում ես ինչ-որ մի բանի մասին խոսես, ասում են դա հարցերի շրջանակում չի, բա մենք երբ ձեզ հանդիպենք, սպասենք 3 նիստը, 2-3 նիստը մեկ անգամ հարց ու պատասխանի ժամանակ այդ հարցը ասենք, երբ որ այդ հարցի բանը արդեն ժամկետն էլ անցավ, հիմա ուրիշ տասնյակ հարցեր առաջացան, մենք 2 հարցի իրավունք ունենք, որ մեկը այդ հարցերից տանք, որ այդ հարցը լուծվի։ Մի խոսքով տասնյակ խնդիրներ ունենք, որոնց մասին անverջ ու անverջ բարձրաձայնում ենք։ Տիկին Վարդանյան, դուրս գան Կարճատև գովազդային դադարի, որից հետո ծառերից զատ մենք խոսենք նաև ծաղիկների մասին, որովհետև ես նկատեցի, որ ձեր Facebook-յան էջում դու գրառում եք կատարել բարթերի մասով, դրանք էլ են ամեն դեպքում մեզ համար կարևոր այս իրավիճակում։ Հարգելի հայրենիակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ հիշեցնեմ, որ մեր ուղիղ եթերը կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան Տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +118 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։
Տեղափոխեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567 7։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան կրկին եթերում է։ Տիկին Վարդանյան, անցնենք ծառերից եւ ծառերի լուծման մի քանի առաջարկել հաղորդում ամփոփելուց արդեն կասենք։ Լավ, ինչպիսին է ծաղիկների վիճակը, քանի որ ծաղիկները դրանք եւ գեղեցկություն են եւ առողջություն են եւ ընդհանրապես ձեր էջում դուք անդրադարձել եք ուր են մեր Երևանի վարդերը, այսինքն ինչ մասին է խոսքը։ 2021 թվականին, երբ որ ես որոշում էի կայացնում, թե ոնց ենք անելու ծաղկային ձևավորման հարցը, որովհետև ծաղիկները իրականում որպես արդեն ռուսերեն լավ բառ կա վիշեն կնատորցի, այսինքն ամեն ինչը պետք է լինի լավ, որ նաև ծաղիկները լինեն։ Քանի որ ծաղկային ձևավորումը շատ մեծ նաև ֆինանսական բեռ է բյուջեի համար, մենք որոշում կայացրեցինք, որ ուսումնասիրելով նաև Երևանի արխիվային լուսանկարները եւ այլն, որ Երևանում մենք ծաղկանոցները կփոխենք վարդանոցների բոլոր այն տեղերում, որտեղ որ մենք ունենք արևի ճառագայթ, որտեղ վարդը արևի ծաղիկ է եւ վարդը իրականում Երևանի իրական ծաղիկն է եւ դրա համար ծաղկանոցները սկսեցինք փոխել վարդանոցների, ներկրեցինք Պարսկաստանից ուրեմն վարդի մի տեսակ, որը Երևանում չկար, մի մասը տնկեցին քաղաքում, մի մասը պահեցին քաղաքային տնկարանում բազմացման նպատակով, որ այս տարի մենք անենք ուրեմն Երևանի կենտրոնում կստեղծենք վարդանոցներ, կփոխենք ծաղկանոցները, մի մասը սիզամարգային տարածքներ կանենք, որ առհասարակ հոգսաշատ չլինեն, երկրորդ մասում մենք կտնկենք վարդերը, որովհետեւ վարդը ծաղիկ չի, վարդը թուփ է, երկարատև ծաղկում է Երևանում, ռոռոկման հետ կապված անհամեմատ ավելի կայուն է, քան թե միամյա ծաղիկները, որոնք որ տնկվում էին մինչ այդ գումարային առումով անհամեմատ ավելի ձեռնտու է, որովհետև մեկ անգամ եք տնկվելու եւ նորացնելու կարիք չկա։ Ուղղակի այդ ագրոնոմիական խնամքով պետք է ապահովեք ինչպես հարկն է եւ դուք առհասարակ որևիցե խնդրի վարդի հետ չեք ունենալու։ Նաեւ մենք ունենք թափառող կենդանիների հարցը Երևան քաղաքում եւ նրանք փշոտ է վարդը եւ չեն մտնում ծաղկանոցներ, վարդանոցներ եւ մենք պահում ենք նաեւ այս ստաբիլությունը։ Ցավոք սրտի 2021-22 թվականից, երբ որ մենք հեռացանք, մեր վարդանոցները սկսեցին քանդել եւ նրանց փոխարեն սկսեցին սարքել ծաղկանոցներ միամյաներից, ինչպես օրինակ Ֆրանսիայի հրապարակում եւ հիմա մեր մոտ այդտեղ ուրեմն հոկտեմբեր ամսից դառնում է հողային մակերես եւ հողային մակերեսը մնում է օրս միջև այսօր, արդեն մայիսը կիսվել է, դեռ այդտեղ ծաղիկ չկա, ոչ իհարկե, իսկ այդտեղ սիզամարգի շատ կոկիկ տարածքեր եւ փոքրիկ վարդանոցներով կետ էինք սարքել, հարմարացրել նաեւ Ռոդենի արձանի հետ գունային լուծումներով, որ կլոր տարին այստեղ լինի խնամված հատվածներ։ Նույնն արեցինք բանի հանրապետության հրապարակի շրջակայքում, քաղաքապետարանի դիմաց եւ այլն։ Ես հիմա մեկ-մեկ երբ որ նայում քաղաքապետարանի դիմացի այդ $60,000 արժեցող ծաղկանոցը, անհասկանալի, որ ասում են Երևանի առաջին ծաղկանոցն է, ստացվում է, որ Երևանի առաջին ծաղկանոցը Ռուսաստանի հրապարակում ստեղծած երկու շենքերի մեջտեղի հատվածում ամբողջությամբ ծաղկանոցը մինչև ուրեմն հունիսից, մայիսի վերջից մինչև նոյեմբեր ամիսը, հոկտեմբեր, նոյեմբեր, նայած որ ծաղիկը երբ է վերանալու։ Իսկ հետո մենք ունենք հողային այդպիսի բաց մակերես, մինչ այդ մենք ունենք այդտեղ կանաչ սիզամարգ, շատ լավ խնամված վիճակում, կարելի էր ուղղակի թփային փոփոխություններ անել, ծաղկող թփեր այդտեղ ավելացնել եւ ունենալ քիչ խնամք պահանջող դեկորատիվ ինչ-որ մի հատված։ Ներկա իշխանությունը այդ ճանապարհով չգնաց, իրանք համարում են, որ միամյաները շատ լավ է, միամյաները բացվեցին ֆիլհարմոնիայի դիմաց, փոխվեց Ֆրանսիայի հրապարակի այդ ծաղկանոցը, բազմաթիվ տեղեր բացվեցին այն փակված սիզամարգով տարածքները, նորից այդտեղ միամյաներ ենք տնկում եւ այլն։ Այսինքն մենք գնում ենք մի այլ ճանապարհով։ Հիմա ինչ եղավ վարդանոցների հետ, օրերս քայլում էի Հյուսեն պողոտը, թվացial Երևանի ամենատուրիստական կետերից եւ երևանցիների կողմից հաճախ զբոսանքի վայրերից է եւ այստեղ է պետք գրագետ եւ կոկիկ տարածքներ ունենալ, որ մարդը անցնելուց աչքը շոյող լինի։ Եվ մայիսը վարդերի ուրեմն ծաղկման ամենավառ ժամանակահատվածն է Երևանում։ Եվ այդտեղ մենք ունենք այդպես վնասված հատվածներ, որտեղ ուղակի հողա վարդերը չորացել են, մոլախոտի մեջ այդ վարդերը ամբողջությամբ պարուրված, մոլախոտը ավելի բարձր էր, քան թե վարդը, ինչը բերում է բույսի արմատային համակարգի հետ խնդիրներին։ Եվ բացարձակապես անխնա, չգիտեմ ինչ էր պետք անել, որ վարդանոցները այդ վիճակի մեջ ընկնեն։ Նույն պատկերը Աբովյանի արձանի տակ է, այդտեղ մենք ունենք հիանալի
անհասկանալի լուծված, ուրեմն 22 թվականի, 21 թվականի բանը հենց գարնան էֆեկտը վարդերով արտակարգ էր, հիմա էլի նորից այդտեղ մահամերձ տարածք է, 2.5 տարի է չեն կարողանում այդտեղ կարգի բերեն, նաև հիմա անընդհատ ասում են, որ մեր մոտ ագրարային համալսարանի դոցենտներն են բոլորը եւ բաներ Ագիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամն է մեր խորհրդատուն, ձեր խորհրդատուները ձեզ չեն կարողանում խորհուրդ տան Երևան քաղաքում վարդանոցները ինչ տեսք պետք է ունենան եւ ինչպես պետք է խնամվեն եւ ինչով է պայմանավորված Երևան քաղաքի այս անհասկանալի ուրեմն իրավիճակը քաղաքի ամենակարևոր եւ ամենատուրիստների կողմից այցելվող քաղաքի հատվածներում սա էլ ծաղիկների մասով Տնկանյութերի մասով ինչ կասեք Տնկանյութը հիմա եթե 2020-21 թվականին մեր ворթեգրած քաղաքականությունը այն էր որ մենք ստեղծում ենք ամենը Երևան քաղաքում եւ տնկել էինք բոլոր բույսերը հետագայում ծառերի հետ աշխատելու նպատակով այսօր ամբողջ տնկանյութը ներկրված տնկանյութ է որը օրինակ Սայաթ-Նովայի հատվածում որակային մասով դեռ չեմ էլ ասում որ այդ ծառը այդտեղ իր տեղում է գտնվում թե չէ որովհետեւ կենտրոնում բոլոր փոխարինված ծառատեսակները չեն համապատասխանում սանիտարահիգիենիկ պահանջներին եւ էկո ծառայության տեսանկյունից Երևան քաղաքի համար բացարձակապես 0 նշանակություն ունեցող ուրեմն որոշում է սա 155,000 օրինակ դրամ արժեր Սայաթ-Նովայի գնդաձև սոսիները որ գնվել են 70-80,000 արժեին այդ սակուրաները Մոսկովյան փողոցում 50,000-ին մոտ արժեին այն սոսիները որոնք որ տնկվեցին Մաշտոցի պողոտայում հետո հանվեցին բոլորը տասնյակ անգամ հանրայնացրել ենք հանվեցին բոլորը նրանց փոխարեն հիմա նորերը տնկվեցին եւ այսպես ոնց որ բան կարուսելի համակարգ է աշխատում կտրեցինք ծառը հետո բերեցինք ներկրեցինք արտասահմանից ասում ենք բարձրաբուն նայում ես միայն բունն է հաստ սաղարթը անհասկանալի ձև ունի ես նաև հանրայնացրել եմ Երեք Մելիք Ադամյան փողոց Մելիք բանով ներողություն Ալեք Մանուկյան փողոցով էի անցնում սարսափելի վիճակում են այդ բույսերը ես չգիտեմ ինչ կարգի մասնագետ ա եղել որ այդ բույսերը համարել է որ այդ խոտանը որը չարժի 5 դրամ կարելի էր գնել եւ Երևանում տնկել Ալեք Մանուկյանում հատելով մեր այդ բույսերը որոնք որ իրենց ֆունկցիան կատարում էին լավ վիճակում էին թե վատ դուք պատրաստ չէիք այդ ծառերի փոխարինման ծրագիրը իրականացնել եւ այդ ձևով այսօրվա Երևան քաղաքի էկոլոգիական խնդիրների պարագայում անմիջականորեն վնասելով Երևանցու առողջությունը ինչի վկայական է երեկվա իրավիճակներ Երևան քաղաքում պատկերացրեք այդ փոշու զանգվածի մեջ Երևանի կենտրոնը որը գոքավորության մեջ է գտնվում, այսինքն արդեն խնդրահարույց է, ինքը չունի ծառերի այդ մակերեսը, որը պետք է պաշտպանի, դեռ նույնիսկ այն ժամանակ, որ այդ ծառերը կային, ընդամենը 4% մենք ունենք 20-ի փոխարեն, այսինքն 5 անգամ ավելի պակաս ծածկույթի պարագայում, մենք այս որոշումներն ենք իրականացնում զանգվածային ծառահատումների։ Միակ փողոցը, որտեղ ճիշտ ձևով է արված ուրեմն այդ գործընթացը դա Շենգավիթ վարչական շրջանում երբ որ փոխարինել են եւ դրել են այդտեղ թեղիների փոխարեն տնկված ասաֆորա միակ բույսն է որը որ իր տեղում է որովհետեւ այդ բույսը հենց սանիտարական առումներով եւ Երևանում միշտ տնկվել է Արշակունյաց պողոտայում տնկված բույսերը դա ասաֆորաներն են դեռ խորհրդային միությունից մինչ օրս տնկված են մնացած բոլոր ներկրված բույսերը չեն համապատասխանում տնկանյութին առաջարկվող պահանջներին մեկ եւ երկրորդը սանիտարահիգիենիկ հատկանիշներով նրանք փողոցների կանաչապատման համար չեն բոլոր ծառատեսակները բացառությամբ սակուրայի ԽՍՀՄ տարիներին տնկվել են Երևանում գիտական դպրոցի գիտական նվաճումների հիման վրա բայց տնկվել են բացարձակապես այգեպուրակային տարածքներում որովհետեւ այդ բույսերը դեկորատիվ էսթետիկ հատկանիշներով են հարստացնում տարածքը այլ ոչ թե լուծում են սանիտարահիգիենիկ խնդիրներ եւ իմիջիայլոց կանաչապատման հողակի տնօրենի խորհրդատուն, ով Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է, իր սեփական մենագրության մեջ ես հանրայնացրել եմ դա, ինչպես նաև գլխավոր դենդրոլոգը, ուրեմն Ժիրայր Վարդանյանն եւ Արծվին Գրիգորյանը, նրանք ունեն միասին կատարված գիտական աշխատանքներ, հրապարակումներ, որտեղ պարզ գրում են, որ Ալբիցյան հուդայածառը, ուրեմն ձիակասկը եւ այն բոլոր ծառատեսակները, որոնք որ իրենց որոշումով եւ ստորագրությամբ տնկվել են Երևան քաղաքում, ըստ իրենց մենագրության, այն ծառատեսակներն են, որոնք ամենաշատն են վնասվում Երևանում։ Եվ այստեղ մի խնդիր էլ կա, որ այս գիտնականները այդ հետազոտությունները արել են այգեպուրակային տարածքների ծառերի պարագայում, որովհետեւ Երևան քաղաքի փողոցներում գոնե մեկ
այդպիսի ծառ մենք չունենք, որ ուսումնասիրեին, այսինքն փողոցներ լուծված ալբիցիաներով, ծառերով եւ այլն, որ նրանք էլ կարողանային գնահատականը տային։ Եվ երբ որ գիտնականները տալիս են գնահատական այգեպուրակային տարածքում պաշտպանված տարածքներում ծառերի մասին եւ ասում են, որ այս ծառերը կայուն չեն, տվյալ կլիմայական գոտում, ինչ իրավունքով են այդ բույսերը տնկվել փողոցներում, իսկ փողոցը տասնյակ անգամ ավելի վտանգներով լի է բույսերի համար եւ այո իհարկե առավել եւս Երևանի այսօրվա փոշու արտանետումների եւ տասնյակ այլ խնդիրների, որովհետեւ այս ամենը նաեւ բույսերի համար է վտանգավոր, ծակոտկենությունն է վնասվում եւ այլն։ Գումարները կան, մոտեցումները ճիշտ չեն։ Այո, միանշանակ գումարները, այսպիսի աստղաբաշխական գումարներ, որ այսօր ծախսվում են կանաչապատման վրա, մենք 21 թվականին նույնիսկ երազել չէինք կարող դրա մասին։ Մենք ընդհանրապես վարդերը գնելու համար բավական մեծ գումար էր, եթե չեմ սխալվում, $30,000 մոտ գումար էր, եւ մենք հատուկ քաղաքապետի հետ էինք խոսում, քննարկում, մենք կարողանում ենք այս ծախսը անենք, որտեղ երկարաժամկետ ուրեմն հեռանկարում մենք տնտեսելու ենք ահռելի միջոցներ եւ չէինք առնելու միամյա ծաղիկներ, անընդհատ մեր բանվորները չէին աշխատելու այդ տարածքում, այսինքն վերատնկել անverջ, բայց հիմա ինչ 30,000, հիմա միլիոնավոր դոլարների մասին է խոսքը գնում եւ մենք ունենք այն արդյունքը, որը ունենք։ Հարգելիներս, ինչպես կարելի է փակ արմատային համակարգով բույսեր գնել, այդ բույսերը տեղադրել Երևան քաղաքում եւ հետո տոկոսներով ճիշտ է, իրանք զեկուցում են, որ իրանք մոտ 98-100% կպչողականություն է, բայց իմ մոտ տպավորությունը է, որ մենք տարբեր Երևաններում ենք ապրում։ Երևանի քաղաքապետը խոսում է Սինգապուրյան Երևանի մասին, որտեղ ամեն ինչ իդեալական է այս ոլորտում եւ մնացած այլ ոլորտներում։ Իսկ մենք խոսում ենք Երևանյան Երևանի մասին եւ Երևանի փողոցներում քայլում ենք, հարգելի երևանցիներ, ինքներդ քայլեք, գնացեք Ալեք Մանուկյան փողոց եւ քայլեք այդ փողոցում։ Գիտեք, երբ որ պրոֆեսիոնալները որոշում են կայացնում եւ տնկում են Երևանի փողոցում ծառատեսակներ, որոնք բացվելու են մայիսի վերջում, ինչպես Կատալպան եւ օրինակ Ալբիցյան, այսինքն դուք տերևաթափից սկսած հոկտեմբերից մինչեւ մայիսի վերջ քաղաքը թողում եք այդ ձեր նոր փողոցներում առանց պաշտպանության, այսինքն խորհրդային միության մասնագետները չեն հասկացել, որ հացենին եւ թեղին առաջիններից են բացվում եւ դրա համար թեղի է պետք տնկել փոշոտ քաղաքում եւ պետք չի ապրիլի սկզբից բացված թեղիների փոխարեն տնկել այնպիսի մի ծառատեսակ, որը պուրակում պետքա տնկեք, բերել եք տնկել եք փոշոտ արտանետումներով լի Երևանի փողոցներում եւ առանց թվերային ծածկի թողում եք Երևանցուն ուղղակի անպաշտպան հարյուրավոր խնդիրներով պայմանավորված, որոնք անմիջականորեն անդրադառնում են Երևանցու առողջության վրա։ Եվ քաղաքացիներին ասում եք թող իրենք էլ տեսնեն, քաղաքացիները տեսնում են եւ փորձում են բարձրաձայնել նոր-նորքի թաղապետարանում մենք տեսանք քաղաքացու հետ ինչպես վարվեցին, եթե իմ համար ուղղակի գիտեք արդեն մեր իշխանության կողմից իրականացվում են այնպիսի գործողություններ։ Ինչու են քաղաքացիներին հասնում այդ խնդիրները։ Որն է պատճառը։ Պատճառը անգրագիտությունն է։ Ասում են մանկապարտեզը հանձնված չէր, բայց ամեն դեպքում այո, իհարկե, տեսանյութը նայել եմ ամբողջությամբ, որովհետև շատ կարևոր էր որպես Երևանի ավագանի օբյեկտիվ գնահատականը տալես ամենի։ Որևիցե բառ, որը վիրավորական ինչ-որ մի նյութ էր պարունակում իր մեջ, այդ տեսանյութում բացակայում էր, բացարձակապես։ Նշվեց, որ ավարտված չի, նշվեց, որ կատարեք ձեր պարտականությունը, ցույց տվեցին խնդիրները, ասվեց, որ հետևողական են լինելու գործողությունների մեջ։ Դրանից հետո վարչական շրջանի ղեկավարը զանգ է տալիս բլոգերին, հայախառ ինչ-որ խոսակցություններ, հետո անձամբ հաստատում է, որ այո, ես զանգել եմ եւ ես ասել եմ, ճիշտ եմ արել, որովհետեւ իր ընկալմամբ տղամարդկությունը դա է, մենք այդպեսի տղամարդկություն չենք ճանաչում, ասում եք եւ հետո դուք անհայտանում եք, ձեզ հնարավոր չի լինում բռնել, եւ հետո արդեն հանրային լսման, ուրեմն լսումը սկսելուց առաջ դուք 10 հոգով հարցակվում եք, ֆրակցիայի ղեկավարը մինչ այդ ասում է ծեծ եք ուզում, ուրեմն ծեծ կստանաք, դա ինչ խոսել է ոչ իշխանության համար, դա ինչ ձև է, այսինքն մենք ուզում ենք ասենք, որ մենք կարմիր գծեր չունենք, իմացեք, որ այսպես է լինելու, ով ինչ որ բան խոսի, լինելու է այսպիսի հաշվեհարդար, դուք չէիք կարող կանչել ոստիկանություն,
եւ ասեիք, որ քաղաքապետարանի շենքում անօրինական ինչ որ բան պահանջներ է ներկայացնում բլոգերը, եթե դուք ընկալում եք այդ իրավիճակը, Երևանի ավականու անդամը հարվածում է այդտեղ դահլիճում եւ այդ ավականու նկատմամբ նույնիսկ նկատողություն չկա, որևիցե բան չկա, նրա մասին որևիցե խոսք չկա։ Իր դեմքով թաղապետը հարվածում է ուղիղ եթերում այդ ամեն ինչը։ Լավ, էլ ինչ լինի, որ մեր իշխանությունը տեսնի, որ այստեղ այսպիսի բան կա եւ ազգային ժողովի քննարկման ժամանակ ասում են մենք տեղեկացված չենք այս խնդրի մասին։ Սա սարսափելի խնդիր է, որի մասին առաջին հերթին պետք է տեղեկացնեին պատկար մարմինները մեր երկրի ղեկավարին։ Ես արդեն չգիտեմ ինչ գնահատական տամ, որովհետեւ մենք բոլոր ուրեմն բաները, սահմանները անցել ենք եւ դա անցնում ենք իշխանության մակարդակում, այսինքն Երևանի քաղաքապետարանը պարզ ասում է երևանցիներին, որ եթե դուք սկսեք հարցեր բարձրաձայնեք, ձեզ կզանգ տան կհայոյեն, հետո ձեզ կծեծեն եւ հարցը ամեն դեպքում չի լուծվի, ի վերջո ձեզ կձերբակալեն եւ ձեր վրա քրեական գործ կբացվի, որի հոդվածը կլինի ավելի ծանր, քան թե այն մարդկանց բանի խնդիրներ իրականացված գործողությունների տրված իրավական գնահատականը։ Ես չգիտեմ արդեն ինչ ասեմ, ես դժվարանում եմ, բայց ուզում եմ ասել, որ մենք մեր ասելիքը շարունակելու ենք ասել, անկախ նրանից, թե ինչ գործողություններ է իրականացնում իշխող կուսակցությունը եւ իր հետ փոխկապակցված բոլոր մարդիկ։ Շնորհակալություն եմ հայտնում Տիկին Վարդանյան, այսօրվա հաղորդման խնդիրները բավականին շատ են, կարծում եմ մենք էլի կկարողանանք հանդիպել եւ քննարկել։ Մենք միշտ խոսում ենք առողջության մասին, նույնիսկ մեկ անգամ քննարկեցինք մանկական հանկարծամահերի թիվը գնալու հավելումը։ Եվ առհասարակ հանկարծամահությունը ավելացել է եւ օրերս մեր ընկերներից մեկն էլ ուղղակի քնեց եւ չարտնացրեց, առանց որևիցե խնդրի։ Այնպես որ թեմաները բավականին շատ է կփորձենք անդրադառնալ եւ ներկայացնել լուծումները։ Այս պահի դրությամբ կարծես թե քամին, փոշին, տապալվող ծառերը, ծառատունկը, ծաղկը, Գիտեք, ամենակարևորն է պետք հասկանալ, որ գեղեցիկ է, երբ գրագետ է։ Պետք է գրագետ լուծված լինի, որովհետեւ գրագիտության մեջ են գրագիտության մեջ են բոլոր ստանդարտները։ Այս ստանդարտները արյան վրա են գրված, գիտնականների արյան վրա, նրանք այդ հետազոտությունները արել են եւ ձեզ հրամցնում են։ Արեք այնպես, որ լինի գրագետ եւ լինի գեղեցիկ։ Եվ մարդիկ լինեն։ Եվ մարդիկ լինեն առողջ, ամենակարևորը առողջությունն է բեկումն այն, այստեղից է բխում ամենը։ Ընդ որում, եթե հաշվել ենք, որ սկսվելու են ալերգիայի սեզոնները, այո, եւ ինչքան օդը ավելի չոր լինի, այսինքն բույսերը ինչքան քիչ լինեն, այդքան ալերգիան լինելու ավելի ու ավելի շատ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետեւեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։